2018 թվական ապրիլի 15 Ֆրանսիայի հրապարակ մոլեգնում է հեղափոխության շունչը եւ անգամ մարդը, ով չունի բարձրագույն կրթություն եւ իր կրթությունը հավաստող ամենաբարձր փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատն է, խոսում է բարձրագույն կրթության մասին եւ ասում. Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենալ լինել որևէ բուհի ռեկտոր եւ բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման, ինչ է սա նշանակում, որ բուհական ամբողջ ղեկավարությունը սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով պետք է ընտրվեն բուհի բացառապես ուսանողների եւ դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ։ Հիմա անցել է 8 տարի։ Մտածում ենք, ասում ենք, բայց չհաղթեր այդ հեղափոխությունը։ Բայց չլիներ էս մարդը մեր երկրի վարչապետ, ու այսօր գար ու շատ հանգիստ վարչապետի որոշումներով, առանց որևէ լարվածության, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ պաշտպանության նախարարին Սուրեն Պապիկյանին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնել որևէ այլ պաշտոն։ Գար ու հեռացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառավարման խորհրդից Արայիկ Հարությունյանին, դրանից առաջ Տիգրան Ավինյանին, Հայաստանի ազգային agrarային համալսարանի խորհրդի նախագահից Գեգամ Գևորգյանին, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահից փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, դրանից առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի կազմից կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին եւ այդպես շարունակ։ Բայց փաստորեն չի հաղթել այդ հեղափոխությունը։ Եվ դրա փոխարեն բուհերից հեռացվել են այն դասախոսները, ովքեր որս 18 թվականի ապրիլի 15-ի հայտարարության պետք է ընտրեին իրենց բուհերի ղեկավար մարմիններին։ Բազմաթիվ նշանավոր ակադեմիկոս, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, նշանավոր ոչ միայն դասախոսներ, այլ նաև հասարակության մեջ մեծ հարգանք վայելող գործիչներ հեռացվել են համալսարաններից բացառապես իրենց քաղաքական հայացքների համար։ Եվ միայն դասախոսները, պարզվում է նաև, որ նաև ուսանողները, ովքեր հանդգնում են քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակից լինել։